Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Թադավորած քիրք 18-րդ գլուխ Միքա եւ Թանի դոհմը։ Այդ օրերը Իսրայելի մեջ թագավոր չկար։ Այդ օրերը Թանի դոհմը իրեն ժառանգությունը կփնտրեր բնագելու համար, քանի որ մինչև այդ օրը անոր բավական ժառանգություն վիճակված չէր Իսրայելի դոհմերու մեջ։ Թանի որդիները իրենց կերտաստանեն եւ իրենց մեջեն Սարայեն ու Եսթավուղեն 5 գդրիչ մարդ ղրգեցին, որբեսի երգիրը լրդեսեն եւ հետազոտեն։ Անոնց ասին. «Քացեք, երգիրը հետազոտեցեք»։ Անոնք Եփրեմի լեռնագոմը Միքայի դուն հասան ու հոն քիշերեցին։ Երբ անոնք Միքայի դանքով էին, Ղևդացի երդասարտին ցայնը ջանցան։ Ուստի թեպի հոն ուղվեցան եւ ասին. «Ով քեզ հոս բերավ, դու հոս ինչ կնես, ինչու ասկեցած ես»։ Ինքալ անոնց սավ. «Միքա ինձի այսպես եւ այսպես հրավ, ու զիս վարձեց, որբես իրեն քահանա ալամ»։ Անորսին. «Այժմ Աստուծո արծուր, որբեսի գիտնանք թե արդյոք մերկացած ջամփային մեջ պիտի հաջողինք»։ Քահանան անոնց ասավ. «Խաղաղությամբ կացեք, ձեր երտալիք ջամփան Տիրոջ առջև հաճելի է»։ Այսինք մարդիկը կացին, լայիս հասան եւ անոր մեջ եղող ժողովուրդը տեսան։ Անոնք սիդոնացիներուն պես ապահովության մեջ կբնակեին, հանդարտ ու ապահով։ Այդ երկրի մեջ իշխանության դիրացած մեկը չկար, որ զիրենք խայդարագեր որևէ բանով։ Սիդոնացիներեն հերու լալով ոչ մեկ մարդու հետ գործ ունեին։ Այսինք մարդիկը Սարահ եւ Եսթավուղ վերադարձան իրենց եղբայրներուն։ Անոնց եղբայրները իրենց սին. «Դուք ինչ լուր բերիք»։ Իրենք ալսին. «Գանքնինք ու բարձրանանք անոնց դեմ, քանի որ մենք երգիրը տեսանք, ահա շատ լավ է, իսկ դուք հանդարտ կգենաք։ Երթալու մտնելու եւ երկրին դիրանալու համար ձույլ մի ելակ։ Երբ հոն երթաք, ապահով ժողովրդի մքով պիտի հասնիք, որովհետեւ Աստված զայն ծեր ցերկը մատնած է։ Երգիրը շատ ընդարձակ է, այնպիսի դեղ մնե, ուր երկրի վրա եղող բոլոր բաներեն ոչինչ կբացի»։ Անգե, այսինքն Սարայեն ու Եսթավուղեն Թանի կերտաստանեն 600 մարդիկ կացին իրենց բادرազմական զենքերով կոդեվորված։ Փարսրացան եւ Հութայի Գարիաթ Յարիմը բանագեցան։ Հետևաբար այդ դեղը մինչև այսօր Մահանե Թան կգոչվի։ Ահա ան Գարիաթ Յարիմի յետևն է։ Անգե Եփրեմի լեռնագոմը անցան ու Միքայի դունը հասան։ Լայսի երգիրը լրդեսերու կացող այն 5 մարդիկը իրենց եղբայրներուն ասին. «Գիտեք թե այս տուներու մեջ Եփուդ, ընտանեկան գուրքեր, նաև քանտակված ու ցուլածո գուրք կա, ուստի հիմա գիտեք թե ինչ պիտի անեք»։ Անոնք ալ թեպի հոն ուղվեցան, այն Ղևդացի երդասարտին դունը, այսինքն Միքայի դունը մտան եւ անոր որբիսությունը հարցուցին։ Թանի որդիներեն եղող այդ 600 մարդիկը իրենց բادرազմական զենքերով կոդեվորված թրան մուտք գայնեցան։ Երգիրը լրդեսելու կացող 5 մարդիկը բարձացան, հոն մտան եւ քանտակված գուրքը Եփուդը, ընտանեկան գուրքերն ու ցուլածո գուրքը արին, իսկ քահանան թրան մուտք գայնացեր իրենց բادرազմական զենքերով կոդեվորված այդ 600 մարդոց հետ։ Երբ անոնք Միքայի դունը մտան եւ քանտակված գուրքը Եփուդը, ընտանեկան գուրքերն ու ցուլածո գուրքը արին, քահանան անոնց ասավ. «Ինչ կնեք»։ Անոնք ալ անորսին. «Լրե, ցերքդ փերանիդ վրա թիր, մեզի հետ եկուր եւ մեզի հայր ու քահանա եղիր։ Քեզի ավելի լավ է մեկ մարդու դան քահանալալ, թե Իսրայելի մեկ դոհմին ու մեկ կերտաստանին քահանալալ»։ Քահանային սիրտը զվարթանալով Եփուդը, ընտանեկան գուրքերը եւ քանտակված գուրքը արավ ու ժողովրդին մեջ մտավ։ Անոնք դարձան ու կացին, իրենց արջև տնելով մանուկները, խաշինքն ու բադվական բաները։ Երբ անոնք Միքայի դունեն հեռացան, Միքայի դան մոտ եղող դուներուն մարդիկը գանչվեցան եւ Թանի որդիներուն յետևեն հասան։ Երբ Թանի որդիներուն բորացին, անոնք իրենց երեսը դարձուցին ու Միքայի ասին. «Քեզի ինչ եղավ որ այսպես բազմությամբ կուքաս»։ Անալ ասավ. «Իմ շինած աստվածներս եւ քահանան արածեք ու գերտակ, ալ ինձի ինչ կմնա եւ ինչպես ինձի գսեք, քեզի ինչ եղավ»։ Թանի որդիները անորսին. «Մեր մեջ քու ցայնը թող չլսվի, որ դառնահոգի մարդիկ վրաց չհարցակին ու քու կյանքդ եւ ընտանիքիդ կյանքը չգործընծնես»։ Թանի որդիները իրենց ջամփան կացին։ Միքա տեսնելով թե անոնք իրմե ուժեղ են, դարձավ ու իր դունը գնաց։ Անոնք Միքայի շինածները եւ անոր քահանան արին ու լայիս հասան,
հանդարտ եւ աբահով ժողովրդի վրա։ Զանոնք սուրի փերանի անցուցին ու քաղաքը գրագով այրեցին։ Զայն ազատողը չկար, քանի որ Սիթոնեն հերու էր եւ ոչ մեկ մարդու հետ կորձ ունեին։ Ան Պետրոհոպի հովիդի մեջ էր։ Քաղաքը գառուցանեցին եւ անոր մեջ բնակեցան։ Քաղաքին անունը իրենց հոր Իսրայելյան Թանի անունով Թան գոչեցին, բայց քաղաքին անունը նախաբես Լայիս էր։ Թանի որդիները իրենց համար գանկնեցուցին քանդակված գուրքը ու Մանասեի որդին, Քերսոնի որդին Հովնաթան, ինք եւ իր որդիները մինչև երկրին դարակրության օրը Թանի դոհմին քահանաները եղան։ Անոնք իրենց համար թրին Միքայի քանդակված գուրքը, որ ինք շիներեր, որքան ժամանակ որ Աստուծո դունը Սելովի մեջ էր։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։